պատվե քու հայրդ ու մայրդ, որպիսի քու օրերը երկար լինեն այն երկրի վրա, որ քու Տեր Աստվածդ կուտա քեզի։ Առակաց 23:22 Հնազանդվի մորդ, որ քեզ ծնել է, մի անարգի քո հայրդ կամ հորդ, երբ կծերանա։ Եփեսացիս 6:1-3 խոսքեր. Որդիներ, ձեր ծնողներին հնազանդ եղեք Տիրոջով, քանի որ այդ է արժանը։ Պատվեք ու հայրն ու մորդ, որ առաջին պատվիրանն է խոստումով, որպիսի քեզ լինի լավ ու երկար կյանք ունենաս երկրի վրա։ Սիրելիներ, այսօր պիտի խոսեմ ձեզ հետ, թե ինչքան կարևոր է ծնողներին պատվել, և եթե կուզես երկար օրեր ունենաս, ինչպես նաև լավ օրեր ունենաս ու պատվի ու հարգանքի արժանանաս, ուրեմն պիտի շարունակես պատվել քո ծնողներին, որովհետև առաջին պատվիրանն է խոստումով։ Իսկ այժմ լսենք անչափ ուսուցողական դաստիարակչական պատմություններ և մեկնությունների մեջ, եթե գիտեք էլի աստվածաշնչյան համարներ ծնողներին պատվելու մասին, կխնդրեմ գրեք։ Իսկ այժմ լսենք պատմությունը ամբողջությամբ։ Էմմայի մայրը Մերի մտնում է դահլիճ շատ շտապողականությամբ։ Նրա շտապելու պատճառով սիրտը թրթռում էր, և նրա հագուստը մաքուր չէր, կային ալյուրի հետքեր, ինչպես նաև չորացած խմորի։ Մի խոսքով նրա արտաքինը լրիվ հիշեցնում էր այն մասին, որ ինքը աշխատում է հացի ֆուրում, և մազերից քանդված էին մազերը, ձեռքերից հացի հոտ էր գալիս, մի խոսքով երևում էր, որ նա հենց նոր դուրս էր եկել հացի ֆռից։ Նա դեռ դուրս էր եկել աշխատանքից, մնացել էր շատ երկար ժամանակ և նույնիսկ չէր հասցրել, որպեսզի իր հագուստը փոխեր, և այդպես շտապել էր, որպեսզի մասնակցեր իր աղջկա հարսանիքին։ Նա այնքան էր շտապել, որ նույնիսկ ժամանակ չէր ունեցել, որպեսզի իր հագուստներին ուշադրություն դարձներ, միայն մտածում էր, որ հանկարծ չուշանա իր աղջկա հարսանիքին։ Նույնիսկ այդքան հոգնած ու անպատրաստական նա գիտակցում էր մի բան, որ ամենակարևորը այն է, որ նա պիտի ներկա լինի իր աղջկա հարսանիքին։ Ու երբ որ նա մտնում է դահլիճ, ժողովուրդը կարծես խուճապի են մատնվում, թե ինչ է կատարվում այստեղ, ոմանք սկսում են ավել պակաս խոսել, մյուսները ատելությամբ լցված են նայում, բարձրամտությամբ և այլն։ Թե գիտեք ժողովրդի։ Ինքը գտնվեր մի մարդկանց մեջ, կամ գտնվում էր մի մարդկանց մեջ, որոնք հագնված էին շատ գեղեցիկ, շատ շքեղ, իսկ ինքը տարբերվում էր իր հագուստով բոլորից։ Դահլիճի կենտրոնում կանգնած էր Էմման, իր փայլող գեղեցիկ աչքերով, ինչպես նաև սպիտակ գեղեցիկ հանդերձներով, և փայլում էր իրականում երջանկությունից։ Եվ երբ որ տեսավ Էմման իր մորը, միանգամից թռավ տեղից։ Շատ-շատերը մտածում էին, որ նա պիտի սկսեր վիրավորել իր մորը կամ բառեր հնչեցներ վիրավորական իր մոր հասցեին, բայց շատ շուտով զարմացան։ Բայց նա վազեց, գրկեց իր մորը, համբուրեց ուրախությունից և նույնիսկ չնայեց իր մոր արտաքին տեսքին։ Вот вокруг. Она повернулась к гостям, и в зале наступила тишина. Глядя на мать, она осознавала, сколько жертв та приняла. Եվ
Բոլորը զարմացած ու քարացած նայում էին նրան։ Եվ այդ ժամանակ ամբողջ դահլիճում լռություն տիրեց։ Եվ նայելով մորը, նա շատ լավ գիտակցում էր, թե մայրը ինչքան զոհաբերություններ է արել նրա համար, որպեսզի նա այսօր երջանիկ լինի։ Որքան անքուն գիշերներ է անցկացրել իրեն համար մայրը, աշխատելով հացի ֆերում, որպեսզի իրեն ապահովի անհոգ ու երջանիկ կյանք։ Եվ այդ ամենը աղջիկը շատ լավ գիտակցում էր։ Եվ նա հասկանում էր, որ այսօրը վերջապես տեղի ունեցավ միմիայն իր մայրիկի չափից դուրս շատ տանջանքների, չարչարանքների շնորհիվ։ Բոլորը նրանց հետևում էին շատ լռությամբ։ Եվ շատերը նույնիսկ ամաչում էին, որ շտապեցին կարծիք կազմել մի կնոջ մասին, որի մասին գրեթե ոչինչ չգիտեին։ Ոմանց աչքերն էլ պարզապես լցվեցին արտասուքով, որից հետո դահլիճը լցվեց ծափահարություններով։ Մերին, աղջկա մայրը, կանգնած էր մի մարդկանց մեջ, որոնք քիչ առաջ նրան քննադատանքով էին մոտենում։ Իսկ հիմա նա կանգնած էր նրանց մեջ իրեն արժանապատիվ կին, հարգված ու սիրված զգալով։ Եվ նաև զգաց իր աղջկա մեծ սերը, որն ուներ իր հանդեպ, և նա իրեն չափից դուրս շատ գնահատված ու երջանիկ զգաց, և հասկացավ, որ ապարդյուն չէր արել ամեն բան այսքան տարիներ իր աղջկա համար։ Սիրելիներ, այս կարճ, բայց շատ դաստիարակչական, սովորեցնող պատմությունով ցանկացա այսօր կիսվել ձեզ հետ։ Եթե այս պատմությունից օգուտներ քաղեցիք, ուրեմն գրեք մեկնությունների մեջ ինչ օգուտ քաղեցիք։ Արդյոք դուք էլ կցանկանայիք, որպեսզի ձեր երեխաները ձեզի քննադեին այնպես, ինչպես Մերի աղջիկը քննադեց իրեն Էմման։ Նաև գրեք մեկնությունների մեջ, թե ինչ սովորեցիք այս հիանալի սովորեցնող պատմությունից։ Ովքեր բաժանորդագրված չեն մեր ալիքում, բաժանորդագրվեք, սեղմեք զանգակի կոճակը, որովհետև ես նմանատիպ չափազանց շատ տեսանյութերով պիտի կիսվեմ ձեզ հետ։